Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երիտասարդը գործազուրկ է։ Եվ այո, եթե երիտասարդը կայացած չէ, նա նաև չի մտածում տվյալ ուղղության վերաբերյալ, ամուսնանալու վերաբերյալ։ Որ գործատուին դիմում էի, ստանում էի նույն պատասխանը գրեթե, չունեք աշխատանքային փորձ, իսկ այն աշխատանքները, որոնց համար ես կարող էի դիմել, կարող էի բուհում չսովորել։ Երիտասարդները անտարբեր են, ապրում են իրենց վիրտուալ աշխարհով, բայց ես լինելով որպես երիտասարդ փորձեցի կոտրել այդ կարծրատիպը, ապացուցելով որ ոչ միայն մենք անտարբեր չենք, այլ ամեն ինչ լավ հասկանում ենք, ունենք մեր պատկերացումները, մեր ձևը այս ամեն ինչը հասկանալու եւ վերլուծելու համար։ Քեզ համար ինչ տարբերություն, քո կյանքում ոչինչ չի փոխվելու, քեզ պետք է։ Ինձ գրել էին, բա 30 տարի առաջ դու ուր էիր։ Նման մի միջադեպ է տեղի ունեցել ինձ հետ, դեռ 30 տարեկան չկամ։ Երբևէ մտքովդ անցել է դուրս գաս Հայաստանից։ Եթե դու չունենաս հայրենիք, ում է պետք այդ մասնագիտական ուղին կամ քո ստացած կրթությունը։ Ողջույն։ Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ ամուր պետության հիմնասյուներից մեկը դա ամուր ընտանիքն է։ Սակայն արի ու տես, որ զուգահեռ բաժանություններին, որոնց թիվը աճել է, ամուսնությունների թիվն էլ նվազել է։ Շատ երիտասարդ տղաներ եւ աղջիկներ խուսափում են ընտանիք կազմելուց։ Ինչու՞։ Գեղեցիկ աղջիկները չեն պակասել, ավինով տղաները նույնպես։ Ինչու՞մ է խնդիրը։ Եվ առհասարակ ինչ խնդիրներ այսօր ունեն երիտասարդները Հայաստանում։ Այս թեմաների շուրջ զրուցելու համար տաղավար եմ հրավիրել մի երիտասարդի, ումից հուսով եմ կստանամ այս հարցերի պատասխանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նարեկ Սուքիասյան, երիտասարդ տղա, մասնագիտությամբ տնտեսագետ, ամուսնացած եք։ Ոչ։ Ունեք նման մտադրություն։ Մոտ ապագայում իհարկե։ Շատ երիտասարդներ, նույնիսկ արդեն հասուն տղամարդիկ խուսափում են ընտանիք կազմելուց։ Ձեր շրջապատում մարդիկ, ովքեր խուսափում են ընտանիք կազմելուց, զրուցել եք այս մասին, որն է պատճառը, որ մարդիկ ունենալով սիրած աղջիկ, ձգտելով ունենալ իրենց ընտանիք, այնուամենայնիվ չեն վերցնում այս պատասխանատվությունը։ Նայեք, երիտասարդների շրջանում խնդիրները բազմաշերտ են եւ կարող ենք հենց դա առանձնացնել որպես մեծ խնդիր, թե ինչու են հաճախ երիտասարդները, թե աղջիկները եւ տղաները բախվում նման խնդրի։ Նման խնդիրը հաղթահարելու համար պետք է նաեւ պետությունը որոշակի աջակցություն տրամադրի երիտասարդներին, որպեսզի փորձեն լուծել այդ խնդիրը։ Երբ որ երիտասարդը կայացած է, նա արդեն վստահ կարող է կայացնել ամուսնանալու որոշումը։ Իսկ կայանալը սկսում է, երբ նա ունենում է լավ աշխատանք, կարողանում է ձեռք բերել սեփական բնակարան։ Բայց այսօր մեր երկրում կա այդ խնդիրը, որ երիտասարդները չունեն լավ աշխատանք եւ դժվարություններ է առաջանում բնակարան ձեռք բերելու պարագայում, որն էլ կարող ենք ասել, որ պատճառ է հանդիսանում, որ երիտասարդները ավելի ուշ են ամուսնանում։ Այսինքն պետության կողմից ինչ որ սոցիալական ծրագրեր չկան, որոնք կսատարեն եւ ապագայի հանդեպ վախից է, որ ամուսնությունների թիվը կրճատվել է։ Կարող եմ փաստել եւ ասել, որ այո, ունենք նման ծրագիր, եկամտահարկի վերադարձի օրենքը, որը գործում էր Երևան քաղաքում եւ մարզերում, որը դուրս եկավ, այսինքն Երևան քաղաքում այլևս չի գործում։ Տեղափոխվեց մարզեր, բայց պետք է վերցնենք եւ հասկանանք միակ հստակ պատկեր։ Եթե տեղափոխում ենք մարզեր, արդյոք մենք մարզերում ապահովում ենք բավականաչափ աշխատատեղեր։ Այն երիտասարդը, ով բնակվում է Երևանում, աշխատանք ունի Երևանում, եթե վերցնենք դեպքը, երբ որ նա բնականը ձեռք է բերում մարզում, ձեռք բերեց բնականը, արդեն պետք է տեղափոխվի իր ընտանիքի հետ այնտեղ ապրելու, բայց եթե այնտեղ աշխատանք չկա, երիտասարդը տեղափոխվում է մարզ, ինչով է նա զբաղվելու։ Եվ հետագայում բնականը ստանալուց հետո երիտասարդը այդ բնականի վճարը ինչպես է վճարելու, քանի որ երբ որ ուսումնասիրում ենք շուկան, շատ բարձր թանկ գներ եւ չունենք նման աջակցության ծրագիր։ Նարեկ, ըստ ձեզ ստացվում է, որ գործազրկությունը շատ ուղղակի կապով շահկապված է երիտասարդ ընտանիքներ
քիչ թվով ունենալու հետ։ Այո, եթե նայենք վիճակագրական տվյալներին, մեր երկրում գործազրկության մակարդակը ոչ թե աճել է, այլ թռիչքի ապրել։ Մի փոքր թվերով խոսենք 17.8%-ից դառնալով 27.2%։ Այսինքն մոտավորապես 10%-ով աճ է գրանցել եւ այսօր մեր երկրում Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երիտասարդը գործազուրկ է։ Եվ այո, եթե երիտասարդը կայացած չէ, նա նաեւ չի մտածում տվյալ ուղղության վերաբերյալ, ամուսնանալու վերաբերյալ։ Տեսեք, ըստ էության աշխատանքներ կան, պարզապես դրանք ոչ այն աշխատանքներն են, որոնց մասին երազում էր երիտասարդը, երբ բուհում էր ստորում կամ ինչ-որ կրթություն էր ստանում։ Կմահաճ են դարձել երիտասարդները, ամեն աշխատատեղի չեն գնում։ Բուհը ավարտելուց հետո շատ դժվար են մուտք գործում աշխատաշուկա։ Եվ պատճառը մեկն է, քանի որ բոլոր գործատուները նորավարտ ուսանողից պահանջում են աշխատանքային փորձ։ Օրինակը բերեմ հենց ինձ վրա, լինելով երիտասարդ։ Երբ որ արդեն ցանկացայի մասնագիտությամբ աշխատել, շատ դժվարություններ առաջացան աշխատաշուկա մուտք գործելու հետ, որովհետև որ գործատուին դիմում էի, ստանում էի նույն պատասխանը գրեթե չունեք աշխատանքային փորձ, իսկ այն աշխատանքները, որոնց համար ես կարող էի դիմել, կարող էի բուհում չսովորել։ Արդեն գալիս է ընտրության պահը։ Աշխատում ես քո մասնագիտությամբ, թե աշխատում ես մի մասնագիտությամբ, տապալելով քո 4 տարվա ուսումը։ Տեսեք, ստացվում է շատ զվարճալի տեսարան։ Մի կողմից երիտասարդը արդեն ստացել է իր բարձրագույն կրթություն, ունի համապատասխան գիտելիքներ, դե գոնե գիտելիքներ ունի, փորձ չունի, բայց գոնե գիտելիքներ ունի։ Վճարել է այս գիտելիքներ ունենալու համար բավականին բարձր գումար, որովհետև Հայաստանում այսօր ուսումը թանկ հաճույք է։ Չի գտնում մասնագիտությամբ աշխատանք փորձ չունենալու պատճառով։ Միևնույն ժամանակ ինքը տեսնում է, որ որպես իրեն ղեկավար կարգում են մեկին, ով ոչ այդ փորձը ունի, ոչ այդ գիտելիքը։ Անարդարության զգացողություն լինում է երիտասարդների մոտ, երբ տեսնում են կիսա անգրագետ մեկին, ով իր ապագայի օրենքներն է կերտում։ Իհարկե, նման խնդիրները նաև մեր շրջանում շատ ակտուալ են, երբ որ թերի բարձրագույն կրթություն ունեցող մարդը զբաղեցնում է մի պաշտոն, որին ինքը չի հավակնում։ Եվ այդ պարագայում երիտասարդի մոտ հիասթափություն է առաջանում։ Դե ես էլ կարող եմ ունենալ թերի բարձրագույն կրթություն, զբաղեցնել այդ հաստիքը, եւ դրանով մենք գնում ենք նրան, որ երիտասարդները հիասթափվում են բուհական կրթություն ստանալուց, որը շատ պարտադիր է, որը շատ կարևոր է։ Դե բայց այդ ո՞նց է ստացվում, որ մեկը բավականին բարձր վարձատրվող աշխատանքի աթոռին է բազմել, չունենալով ոչ փորձ, ոչ էլ համապատասխան կրթություն։ Մյուս երիտասարդը դե գոնե կրթություն ունի, բայց անմրցունակ է այդ տգետի հետ։ Որ սկզբունքով են ընտրում մարդկանց, ովքեր արժանի են գտնվել այդ աթոռին։ Մեկ բոլորին պետք է տրվի հնարավորություն, բայց այդ հնարավորությունը պետք է տրվի խելամիտ ձևով, գնահատելով մարդու գիտելիքները, մարդու ստացած կրթությունը, ինչպես նաև շատ կարևոր է մարդու որակական հատկանիշները գնահատել։ Ես երբ որ բերեցի իմ օրինակը կոնկրետ աշխատաշուկա մուտք գործելու հետ կապված, ոչ ոք չտվեց ինձ այդ հնարավորությունը, բացի Տաշիր ընկերությունների խմբից։ Տաշիր ընկերությունների խումբը կանգնեց իմ եւ ինձ նման հազարավոր երիտասարդների կողքին, հնարավորություն տալով մուտք գործել աշխատաշուկա իմ մասնագիտությամբ, որը շատ կարևոր է։ Նարեկ, փաստորեն աշխատանքի անցնելուց հետո ասում ես ինձ եւ ինձպես շատ երիտասարդներին Տաշիր գրուպը տվեց հնարավորություն մասնագիտական փորձ ձեռք բերելու համար։ Այդ երիտասարդների շրջանակում կային այդպիսիք, ովքեր զուգորդում էին ուսումը իրենց կրթությանը, այսինքն իրենց վաստակը նվիրաբերում էին կրթություն ստանալուն, այսինքն իրենք իրենց վճարը բուհի իրենք էին կարողանում ապահովել։ Այդ դա էլ պետք է կազմակերպել այնպիսի ձևով, որպեսզի ուսումը, այլ եմ ասում, չտուժի։ Եվ Տաշիր ընկերությունների խումբը հենց այդպես էր առաջնորդվում, երբ որ հնարավորություն էր տալիս ուսանողին մուտք գործել աշխատաշուկա, ամենամեծ գրավականը այն էր, որ պետք է կրթության մակարդակը եւ որակը չտուժի։
տրված հնարավորությանը զուգահեռ, քանի որ պետք էր լավագույն եւ լավ մասնագետներ, որպեսզի ներգրավվեին աշխատանքներում։ Այսինքն այն աշխատակիցները, ովքեր զուգահեռ բարձրագույն կրթություն էին ստանում, նրանց համար ընկերությունը որոշակի հարմար պայմաններ էր ստեղծել դրա համար։ Ոչ միայն հարմար պայմաններ էր ստեղծել, այլ ընկերությունը շատ ու շատ ուսանողների աջակցել է այդ ուսման վարձերով եւս։ Առ այսօր մենք ունենք ծրագիր Սարգիս Կարապետյան հիմնադրամը Հայաստանի 100 լավագույն ուսանողներին աջակցում է 1 տարվա ուսման վարձը որպես պարգևատրում եւ նման ծրագրերը Տաշիր ընկերությունների խմբի, Տաշիր բարեգործականի կողմից եղել են դեռևս տարիներ շարունակ, սկսած շատ հին թվականներից, կանգնած են եղել երիտասարդների եւ ուսանողության կողքը, կարևորելով ուսումը։ Այո, լսել եմ այս ծրագրի մասին, շատ ողջունելի է, 100 հոգի կունենան հնարավորություն շարունակելու իրենց ուսումը, եթե չունեն վճարելու հնարավորություն, կամ նույնիսկ եթե ունեն հնարավորությունը, պարզապես շատ տաղանդավոր են, երազած է սովորել, նույնպես կարող են դիմել։ Նարեկ, երիտասարդները իրենց աբյունով, համարձակությամբ, կտրուկ լինելով աչքի են ընկնում, բնորոշ է դա երիտասարդներին։ Եվ մեր հայրենիքի պետության առջև ծառացած որոշակի խնդիրների շուրջ նույնպես քո ընկերները եւ դու հակված եք կտրուկ եւ այսպես ռադիկալ դիրքորոշում ունենալուն, թե շատ պարագաներում մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Նայեք, ես առաջնորդելով մեր ձևով շարժման երիտասարդական կենտրոնը, մինչև գործունեությունս իրականացնել եւ սկսել եմ, շատ նման մեսիջներ էի ստանում, որ երիտասարդները անտարբեր են, ապրում են իրենց վիրտուալ աշխարհով, բայց ես լինելով որպես երիտասարդ փորձեցի կոտրել այդ կարծրատիպը, ապացուցելով որ ոչ միայն մենք անտարբեր չենք, այլ ամեն ինչ լավ հասկանում ենք, ունենք մեր պատկերացումները, մեր ձևը այս ամեն ինչը հասկանալու եւ վերլուծելու համար։ Կենտրոնը, երիտասարդական կենտրոնը գործում է մոտավորապես 2 ամիս է եւ միացած երիտասարդների թիվը գերազանցում է 500-ը։ Եվ ամեն օր ստանում ենք նամակներ, գրանցման հայտեր երիտասարդների շրջանում, քանի որ նրանք ակտիվ կերտողն են մեր ապագայի։ Եղել են դեպքեր, երբ քեզ ասել են Նարեկ ջան, տղա ջան, քեզ համար ինչ տարբերություն, քո կյանքում ոչինչ չի փոխվելու, քեզ պետք է նման թեմաների մեջ ես մտել։ Նման թեմաներ, կարող եմ մի գումորային թեմա ասել, ինձ գրել էին, բա 30 տարի առաջ դու ուր էիր։ Նման մի միջադեպ է տեղի ունեցել ինձ հետ, դեռ 30 տարեկան չկամ, բայց նման բանը հաճախ նաև հումորային էր ընկալվում, բայց ես քաջ գիտակցելով, նաև թողնելով իմ մասնագիտական ճանապարհը, միացել եմ մեր ձևով շարժման թիմին, կանգնելու իմ հայրենիքի կողքին, քանի որ ես պատասխանատու եմ ինչու ոչ ներկայիս սերնդի, այլ նաև գալիք սերնդի համար, որպեսզի նրանց փոխանցեմ կայուն եւ ուժեղ Հայաստան։ Մեր երիտասարդները իրենք հստակ գիտակցում են ինչ են անում եւ իրանք իրենց արած գործերի համար կրում են պատասխանատվություն։ Կարծում եմ ինձ հետ համակարծիք կլինեք, որ մեր երկրին պետք են պատասխանատու անձինք, ովքեր պատրաստ կլինեն իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Քանի որ ներկայիս իրավիճակում, երբ որ ուսումնասիրում ենք մեր հասարակական եւ քաղաքական դաշտը, մեղավորներ փորձեն չփնտրել, այլ փորձեն իրենց վրա կրել պատասխանատվություն։ Ոչ թե ասում են ես չեմ մեղավոր, նա էր մեղավոր։ Պետք է ունենանք այնպիսի երիտասարդություն եւ այնպիսի սերունդ, որոնք իրենց վրա անձամբ կկրեն այդ պատասխանատվությունը։ Նարեկ, եթե Տաշեր գրուպը քեզ որպես երիտասարդ անփորձ մասնագետի մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորություն չտար, չօգներ վճարել ուսման վարձը, կմիանայիր մեր ձևով շարժմանը։ Իհարկե, անկախ ամեն ինչից, թե որ ոլորտում կգտնվեի, անգամ եթե գտնվեի պետական ոլորտում, ես երբ որ տեսնում եմ, որ ազգը պառակտվում է եւ երբ որ մարդիկ իրականացնում են ազգանվեր գործ, ազգանվեր աշխատանք, կանգնում են քո սրբությունների, քո հայրենիքի կողքին, պետք չէ անտարբեր մնալ։ Եվ ես նույնը խորհուրդ եմ տալիս այն երիտասարդներին,
ովքեր որ կարող է ինչ-որ ժամանակ ընթացվի քո մասնագիտական ճանապարհը, բայց ինչ-որ ժամանակ դա վերականգնվելու է, բայց վերականգնվելուց դու հստակ գիտակցելու ես, որ այդ ճանապարհը ճիշտ է կառուցվել, այդ ուղին, քո մասնագիտական ուղին ճիշտ է կառուցվել։ Երբևէ մտքովդ անցել է դուրս գաս Հայաստանից։ Իմ մտքով իրականում երբեք նման միտք չեմ ունեցել, քանի որ ինքս շատ եմ սիրել իմ հայրենիքը, բայց ներկայիս իրադրությունը շատ երիտասարդների ստիպում է լքել հայրենիքը։ Հենց հիմնական պատճառներն էլ նշեցինք՝ գործազրկությունը, կրթության որակը, որը շատ մեծ խնդիր է ներկայումս երիտասարդների շրջանում։ Եվ դրա հաշվին երիտասարդները լքում են հայրենիքը, բայց ես որպես երիտասարդ ցանկանում եմ մնալ եւ շատ երիտասարդներ ինձ հետ համակարծիք կլինեն, որ մենք պետք է մնանք, հզորանանք մեր երկրը, ոչ թե մտածենք երկիրը լքելու մասին։ Դա ամենահեշտ տարբերակն է կարծում եմ։ Երբ փոքր էի, ծնողներս հաճախ էին ասում, որ պետք է սիրել հայրենիքը եւ հայրենիքը սիրելով մարդ ինքն իրեն նաեւ կփորձի ավելի շուտ կայանալ, ավելի շուտ ինքնադրսևորվել։ Եվ ես կարծում եմ, որ քո հայրենիքը, որ դու սիրում ես, դու յուրաքանչյուր բնակավարում կապված քո մասնագիտական ուղուց։ Մասնագիտական ուղի գտնելը եւ կառուցելը շատ հեշտ է, բայց եթե դու չունենաս հայրենիք, ում է պետք այդ մասնագիտական ուղին կամ քո ստացած կրթությունը։ Եթե չունես հայրենիք, այդ բոլորը կրթությունը եւ մասնագիտական ուղին դրանք ձախողվելու են։ Ավելի լավ է կանգնել մի գործի շուրջ, որի միջոցով դու կկառուցես ուժեղ հզոր հայրենիք եւ նոր այդ ուժեղ եւ հզոր հայրենիքում կկառուցես քո մասնագիտական ուղի։ Ավելի երիտասարդները միշտ հետաքրքիր է թե ինչ կերպ են պատկերացնում իրենց եւ Հայաստանի վաղվա օրը։ Երիտասարդների հետ տարբեր զրույցներ ենք ունեցել, անգամ նման սայկաշահեր ենք պատրաստել յուրաքանչյուր երիտասարդի տրվել էր առաջադրանք, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագա։ Հայաստանի ապագան բոլորը պատկերացնում են անկախ, ազատ, բոլոր մարդիկ երջանիկ են, բոլորը ուրախ են, մեկը մյուսի հանդեպ չունի չարություն, եւ հենց նման Հայաստան, նման երկիր են պատկերացնում մեր երիտասարդները։ Ինչ կտաս քո հայրենիքի համար, այսինքն ինչն է, որ անմնացորդ քեզ համար շատ թանկ է, բայց կզոհաբերես հանուն հայրենիքի։ Ես կոնկրետ հանուն հայրենիքի պատրաստ եմ զոհաբերել հենց իմ կյանքը հանուն հայրենիքի կանգուն մնալու, քանի որ ես հպարտ եմ, որ ես հայ եմ, եւ դա է մեր հիմնական այն հիմքը, որ մենք տարիներ շարունակ հայ լինելն է, որ մենք պահպանվել ենք մեր սուրբ առաքելական եկեղեցու հետ միասին։ Նարեկ ձեր նշած 500 մեր ձևով շարժման երիտասարդական կենտրոնին միացած 500 երիտասարդների մեջ որքան են աղջիկները եւ տղաները եւ ովքեր են ավելի ակտիվ։ Նայեք, եւ աղջիկները եւ տղաները ակտիվ են, ուղղակի տարբեր բնակավարներում։ Երիտասարդական կենտրոնը գործում է մի քանի ուղղություններով, կազմակերպում ենք տարբեր արշավներ, տարբեր սեմինարներ, դասընթացներ, քննարկումներ։ Կարող եմ ասել, որ մեզ մոտ խտրականություն չկա, հավասարաչափ են եւ աղջիկները եւ տղաները եւ ներգրավվածությունն է։ Այսինքն մենք կոնկրետ հավաքված ենք գաղափարի շուրջ եւ մեր գաղափարը ճշմարիտ է։ Իսկ համարձակության առումով ասում են երբեմն աղջիկները ավելի համարձակ են լինում։ Դե իրականում այդ ամենը ճիշտ է, աղջիկների շրջանում ակտիվությունը կարելի է նկատել հավասարաչափ են, բայց աղջիկների մասնակցությունը, աղջիկների ներգրավվածությունը ավելի շատ է եղել։ Որ քանի որ նրանք ավելի են փնտրում, ավելի խորքային արմատներ են փորձում գտնել ամեն ինչում։ Նարեկ, ձեր միջավայրում կան երիտասարդներ, ում ընտանիքում միջավայրում բարեկամների շրջանակում կա որոշակի պառակտվածություն քաղաքական հայացքներն ու քաղաքացիական դիրքորոշումը չկիսելու պատճառով։ Իհարկե կան երիտասարդների շրջանում, բայց ինչպես նշեցի, երիտասարդները փորձում են փնտրել եւ գտնել ճշգրիտ աղբյուրը։ Երիտասարդները հենց կարող են իրենք վերլուծել, տան ավելի ճիշտ ապացույցներով, թեկուզ իրենք շրջապատին, թեկուզ իրենց հարազատներին փորձել ապացույցներով ներկայացնել, ոչ թե տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիա, քանի որ հաճախ տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիան կարող է սխալ լինել։ Այո, մեր երիտասարդները նաև
այդ ուղղությամբ զարգացնում են իրենց հմտությունները։ Մինչև այս ամենը մեծահասակների շրջանում շատ էին մանիպուլացրել մարդկանց եւ փորձել սխալ ինֆորմացիայով խեղաթյուրել մարդկանց Մանիպուլացիաները, այո։ աշխարհայացքը։ Սակայն երիտասարդները փորձում են ավելի խորքային աղբյուրներ փնտրել, որպեսզի կարողանան իրենց շրջապատին, իրենց հարազատներին կոնկրետ փաստերով ներկայացնել ճիշտ ինֆորմացիան։ Քանի որ հաճախ մեր ինֆորմացիոն դաշտում հայտնում են այնպիսի ինֆորմացիաներ, որոնք չեն համապատասխանում բացարձակապես իրականությանը, որի մասին դուք եւս կփաստեք։ Այո, լինում են մանիպուլացված, երբեմն, գիտեք ինչ, ամենահավատալի մանիպուլացիան դա կիսասուտն ու կիսաճշմարտությունն է։ 20% ճշմարտություն, ինչ որ թվերի, տարեթվերի, իրավիճակների, հանգամանքների, իսկ մնացածը հորինված հեքիաթ։ Այս պարագայում այո, չունենալով հմտություններ մեդիագրագիտության, զանազանել, որ հատվածներ իրականությանը համապատասխան, իսկ որը բացարձակ սուտ, ավագ սերունդը ավելի դժվարանում է։ Նաև մեր երիտասարդների համար այդ դասընթացների մեջ ունենք նաև մեդիագրագիտության դասընթացներ, որոնց շնորհիվ երիտասարդները փորձում են տարբերել ճիշտ ինֆորմացիան կեղծ ինֆորմացիայից։ Դու մեր նախազրույցում ինձ պատմում էիր, որ աշխատում ես ամեն կիրակի լինել եկեղեցում արդեն տարիներ շարունակ։ Այս սովորությունը նույնպես քո մեջ ծնողներդ են ձևավորել։ Այո, մանկուց այցելել ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, մասնակցել ենք պատարագների, ճիշտ է, կարող են լինել բացթողումներ, որ ինչ-ինչ պատճառներով չհասնեմ, բայց աշխատում եմ գրեթե ամեն կիրակի այցելել եկեղեցի եւ մասնակցել պատարագի։ Եվ ինչ ես մտածում ներկայիս իրարանցման հետ կապված եկեղեցու շուրջ։ Ներկայիս իրավիճակները բոլորը անցողիկ են, ամեն ինչ կարգավորվելու է եւ մենք ապրելու ենք խաղաղ, հանգիստ։ Մենակ մի բան կավելացնեմ, որ եկեղեցին մեր կարևոր հիմնասյուներից մեկն է, քանի որ տարիներ, դարեր շարունակ հենց եկեղեցին է եղել մեր հայ մնալու, մեր պետականապահպանության հիմքը եւ հիմնասյունը։ Իսկ զգացողություններ են մեջդ արթնանում, բարկություն, զայրույթ, ըմբոզում, չգիտեմ, երբ որ այն եկեղեցի ուր դու սովոր ես ամեն կիրակի գնալու, այսօր գնում են բացարձակ այլ մտադրությամբ մարդիկ։ Այդ եկեղեցի գնալը մարդկանց այնտեղ գնալը չի խոչընդոտում իմ եկեղեցի գնալու, քանի որ եկեղեցի պետք է գնալ անկախ թե այնտեղ ով կա, անկախ քահանայի ով լինելուց։ Եկեղեցի գնում եմ իմ աղոթքը հայտնելու առ Աստված, անկախ այնտեղ ով կլինի, ես գնում եմ սրբատեղի, հաշվի չառնելով թե այնտեղ ով կա։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Կհանդիպենք հետագայում, երբ դուք արդեն ձեր կարիերայի որոշակի բարձունքներին հասած կլինեք, ինչին ես կարծում եմ, որ երկար չեմ սպասելու։ Շնորհակալ եմ։ Հանդիպել ենք նաև հաջորդ անգամ։ Կրթությունը լավ բան է, համբերությունը նույնպես, սակայն դրա համար գոնե մի քիչ պարարտ հող է պետք։ Հուսանք, որ մոտ ապագայում այդ պարարտ հողը ել ավելի փխրուն կլինի եւ մեր երիտասարդները ստիպված չեն լինի որակյալ կրթություն փնտրելու համար գնալ արտերկիր կամ կրթության համար վճարելու համար փնտրեն միջոցներ եւ հիմնադրամներ, ով դա իրենց փոխարեն կանի, տալով կյանք մտնելու կանաչ քարտ։ Հանդիպելու ենք առայժմ։